Պարոն Ստեփանյան, Մայր Հայաստանը կրկին բողոքի ակցիա է իրականացնում, այս անգամ բարձրագույն դատական խորհրդի դիմաց, կխնդրեմ նշեք, թե որն է պատճառը, որ որոշեցիք այս անգամ ԲԴԽ-ի դիմաց իրականացնել ձեր ակցիան եւ ինչ պահանջ ունեք ԲԴԽ-ից։ Նախ հիշեցնեմ, որ այս ամենը եկել է ընտրությունների նախաշեմին, քանի որ Մայր Հայաստանը Բարգավաճի հետ միասին համատեղ մասնակցում էր ընտրություններին եւ քարոզ արշավը սկսելուն պես մի քանի օր հետո ապօրինի շինծ ու գործերով Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց, դա եւս մեկ հարված էր քարոզ արշավի ընթացքին։ Դրանից հետո հետ նույն շինծ ու գործը շարունակվելով սկսեցին նոր ապօրինություններ եւ կալանավորվեց արդեն Արեգնաս Մանուկյանը, ինչպես մեր հանրությունը գիտի, արդեն տեղյակ են Արեգնաս Մանուկյանը ունի անչափահաս երեխա, նրա բոլոր տեսակցությունները, հեռախոսային կապը իր ընտանիքի անդամների հետ արգելվել է։ Հիմա Արաչյանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, Արաչյանը ասում է մենք ուղարկել ենք գործը, Վերաքննիչն ասում է Արաչյանը չի ուղարկի, այս ամեն ինչը տեսեք ես։ Որն է որ ձգձգվում է, Մանուկ Սուքիասյանը եւս նշեց, որ ձգձգում էին միտումնավոր, եթե միտումնավոր է, ապա պատճառը որն է, ինչի ենթադրվում։ Պատճառը այն է, որ այդ գործը այսպես ասած, ինչպես Սուքիասյանը ասաց, ջուր է, չեն կարողանում հիմնավորել այդ եւ Արեգնաս Մանուկյանին ուղղակի պահում են պատանդի կարգավիճակով, քանի որ եթե գործ կա, ուղարկեք թող մի հատ Վերաքննիչը նայի այդ գործ։ Ինչի է հիմա Արաչյանը ասում անդեղ է, Վերաքննիչը ասում է մեր մոտ չի, այս ամեն ինչը դիտեք, այս ապօրինությունները, այս կներեք, բայց տերորը Մայր Հայաստանի ու ընդհանրապես Թևանյանի ու Արեգնաս Մանուկյանի նկատմամբ քաղբանտարկյալներով լեցուն է հիմիկվա մեր Հայաստանի Հանրապետությունը, իսկ վերջում եւ նորից կարող եմ ասել, այս ամեն ինչը եկել է ընտրություններից եւ այս իշխանությունը, որը որ գոռում էր, որ Հայաստանի Հանրապետությունում փակված է ընտրակեղծարության էջը, նորից ասում եմ, ուրեմն Բարգավաճ Հայաստան կուսակցության մոտ 60,000 ձայնը, ուրեմն 60,000 մեր քաղաքացիների տված քվեն, ով գողացավ ցերեկով եւ այս էջն էլ փակեցինք, միակ բանը որ մնացել էր, որ այս ժամանակավոր իշխանությունը գովում էր իրեն, որ ընտրակեղծարություն չկա, ձայն չի գողացվում, չի փոշիացնում, մոտ 60,000 մարդու ձայն գողացան օրը ցերեկով։ Արեգնաս Մանուկյանի տեսակցությունը իհարկե փակ է, բայց ինչ տեղեկություններ ունեք նրա առողջության մասին, կեցության մասին, ինչ պայմաններում է պահվում եւ նաեւ երեխայի կրկին Մանուկ Սուքիասյանը նշեց, որ հոգեբան է հետ աշխատում, կխնդրեմ մանրամասներ ներկայացնել։ 14 տարեկան աղջիկ երեխայի հետ հոգեբան է աշխատում եւ հոգեբանն է ասել, որ արդեն այս 1 ամսվա իր ծնողի հետ շփվելու արդյունքում երեխայի մոտ նկատվում է ինչ-որ խնդիրներ, իսկ ինչ վերաբերում է Արեգնաս Մանուկյանի հետ կապված ինչ որտեղ է պահում, ոչ մի շփում չկա այս մարդու հետ։ Ոչ տեսակցություններ, ոչ հեռախոսազանգ, ինչ իմանաս որտեղ են պահում։ Ոչ մի բան, Հայաստանի Հանրապետությունը ուղղակի կնոջը չեն թողնում շփվիր ընտանիքի անդամների հետ, իսկ գործն էլ տեղում դոփում է։ Պարոն Ստեփանյան, հիշեցրեցիք, որ ԲՀԿ-ի 60,000 ձայները գողացվել են, բայց նշեմ, որ սրան զուգահեռաբար ձևավորվեց խորհրդարանը, հետևում եք արդյոք 9-րդ գումարման խորհրդարանին, ինչպես է գնահատում եւ ինչ սպասելիքներ ունեք, ինչ զարգացումների կանխատեսումներ ունեք։ Որպես Երևան քաղաք Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ, շփվում եմ երևանցիների հետ ու Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիների հետ։ Ինձանից բռնած իմ շրջապատը, ում հետ որ շփվում ենք, մենք չենք պատրաստվում դիտել մի նիստեր ազգային ժողովի, որտեղ որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը համարում են ոչ լեգիտիմ, մենք այդ խորհրդարանը համարում ենք ոչ լեգիտիմ խորհրդարան։